Հայաստանը խնդիրներ ունի ԵԱՏՄ-ում, թե ԵԱՏՄ-ն խնդիրներ ունի առհասարակ։ Փաշինյանը կանխատեսում է վերջի սկիզբը, հակագծեր բացում Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից։ Բաքվում սպառել են հայ գերիների դատերի բեմադրության ամբողջ սցենարը, կրկնում են հին մեղադրանքները, դատարան բերում նույն դեմքերին, գործի դնում ճնշման նոր մեթոդներ։ Հեցի հարցը. էլեկտրական ցանցերը հանրային գերակա շրջանաչելու որոշումը սպասվում է առաջիկա շաբաթներին։ Հայկական էլեկտրաէներգիա իրանական գազի դիմաց։ Կառավարությունը անելիքների ցանկն է թվում, փորձագետները գործնական խոչընդոտներ են արձանագրում։ 4 տարի ձգվող հակամարտություն, 2 միլիոնից ավելի զոհեր, տասնյակ հազարավոր փախստականներ։ Ռուս-ուկրաինական ճակատում բեկում չկա, դիվանագիտությունը ցուկցվանգի մեջ է։ Հավաքական արևմուտքը ռուսական գերտերության դեմ կամ աշխարհաքաղաքական իրավիճակը Կրեմլի տեսանկյունից։ Հորդանանի զինծառայողների գնդակոծության վենդետան չի ուշանա, Սպիտակ տան առաջնորդը Թեհրանին առաջարկում է պատրաստվել։ Պտույտներ գեղամա գեղեցկուհու շուրջը, էլեկտրական ամենագնացները անցնում են ժամանակի փորձությունը, հաղթահարում մարտահրավերները։ Շարունակվում է Seaside Startup Summit-ը։ Հայաստանի տնտեսական զարկերակը հազիվ է խփում, գյուղացին ծանր դրության մեջ է, կատնամթերքն ու գյուղմթերքը չեն արտահանվում, Համաշխարհային բանկի ահազանգը։ Եվ գոհ է արդյոք ուժայիններից վարչապետ Փաշինյանը, կաբինետում սպասվող փոփոխությունները։ Սա ժամի հիմնական թողարկումն է, բարև ձեզ։ Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ Հայաստանը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, Փաշինյանը նշել է, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։ Այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև Ռուսաստանի գործընկերները։ Այլ բան է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարել է, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ին է։ Երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետքա ունենա այլընտրանքներ եւ այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է, փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Այն, ինչ բազմիցս հնարվել ու ասվել է Բաքվի ռազմական դատարանում, կրկնվում է նաև Վերաքննիչ ատյանում։ Տպավորություն է, թե Ալիևի կաբինետում երևակայությունը սպառել են։ Հայ գերիների դատավարությունները կրկնվում են նույն տրամաբանությամբ, կարծես ժամանակ ձգելու ու իրենց մոգոնած մեղադրանքները հաստատելու համար։ Ավելին, այս փուլում արդեն Բաքուն պատժի ևս մեկ չեղած, չգրված մեխանիզմ է բանեցնում, թույլ չի տալիս գերիներին հեռախոսազրույց ունենալ ընտանիքների հետ։ Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը, ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք գիտենք Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ են գործում, հայտնում են, թե մեղադրողների ելույթներից հետո խոսքի իրավունքը փոխանցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին եւ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաեւ նրանց ադրբեջանցի այսպես կոչված պաշտպաններին։ Բակո Սահակյանը դատարանում հայտարարել է, որ հաջորդ նիստի ընթացքում ցանկություն ունի օգտվելու արձագանքի իրավունքից, իսկ Արայիկ Հարությունյանը դարձյալ չի ընդունել իրեն ներկայացվող մեղադրանքները։ Իրավական մասով նշեմ, որ վերաքննիչ ատյանը կրկին ձևական կրկնողություն է իրականացնում որոշ դատավարական գործողությունների, որոնք տեղի էին ունեցել ռազմական դատարանում։ Մենք այս գործընթացը արդյունավետ չենք համարում, ավելին հանրային պաշտպանները բողոքարկում են իրականացրել առանց դատավճիռներին ծանոթանալու։ Առ այսօր էլ նրանցից շատերը մեզ հետ նամակագրության մեջ ընթացքում պնդում են, որ չունեն դատավճիռների ամբողջական տարբերակը, ուստի չեն կարող տրամադրել ընտանիքի անդամներին։ Այստեղ միտումնավոր գործողություններ ենք տեսնում, որ դատավճիռները չտրամադրելով
Ադրբեջանը փորձում է կանխել միջազգային գործընթացները։ Սրանից զատ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նաև արձանագրում է, վերջին շրջանում Բաքվում ապօրինաբար պահվող հայերի վիճակը վատթարացել է, տեղեկություններ կան նրանց նկատմամբ կիրառվող հնարավոր բռնությունների վերաբերյալ, որոնք այս պահին ճշտելու հնարավորություն Երևանում չունեն։ Ադրբեջանական զնդաններում գտնվող 20 հայերի փաստաբաններն այժմ պատրաստվում են այս հարցով միջազգային դռները թակել։ Մենք տեսնում ենք վատթարացում, արտաքին աշխարհի մեկուսացվածությունը գնալով խորանում է, ինչպես գիտեք, Կարմիր խաչը վերջին այցելությունը իրականացրեց փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա 25 թվականի դեկտեմբերին։ Դրանից հետո որևէ անկախ կառույց չի կարողացել տեսակցել հայերին։ Ընտանիքների այցելությունները դարձյալ գործնական չեն, անկախ բժիշկների մուտքը ապահովված չէ, հյուպատոսական այցելությունները չեն կազմակերպվում։ Բաքվում գտնվող գերիների ընտանիքներն էլ արդեն տևական ժամանակ զրկված են իրենց հարազատներից տեսաձայնագրություններ ստանալու, ինչպես նաև նրանց Ադրբեջան անձնական օգտագործման համար նախատեսված ծանրոցներ ուղարկելու հնարավորությունից։ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ վերջին ժամանակահատվածում էականորեն կրճատվել է նաև հեռախոսազանգերի տևողությունը։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար ռեպրեսիվ, պատժողական մոտեցում են ցուցաբերում հայ գերիների պատանների նկատմամբ, որը պարզապես հակահամակարգային է խաղաղության գործընթացին կամ խաղաղության երազանքին։ Բաքվի վերաքննիչում հաջորդ նիստը հուլիսի 31-ին են նշանակել։ Իրավապաշտպաններն ասում են, առաջիկա շաբաթների ընթացքում սպասում են ինչպես Բաքվի, այսպես կոչված դատական գործընթացի, այնպես էլ միջազգային իրավական հարթակներում նախաձեռնվող քայլերի հետ կապված զարգացումների։ Այդ ընթացքում սակայն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի ճակատագրի վերաբերյալ անկախ տեղեկությունների բացակայությունը շարունակում է մնալ ամենամեծ մտահոգություններից մեկը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության հետ հանրային գերակաշա ճանաչելու վերաբերյալ որոշումը։ Հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է լրագրողների հետ զրույցում նշել, նախորդին հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցել Հայաստանի էլեկտրական ցանցեր փակբաժնետիրական ընկերության 100% բաժնեմասերի նկատմամբ հանրային գերակաշա ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը։ Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։ Պետրոսյանի խոսքով կառավարության համապատասխան որոշումից բացի կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր։ Մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված ռեզիդենտ ընկերության կողմից շուկական արժեքի գնահատում, շուկական արժեքի ուրեմն կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանոթում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերի ծանոթման պատասխանի ստացում եւ արդեն ըստ կարգավորումների պետք է գործընթացը արդեն հանգեցնի փոխհատուցման տրամադրում շուկական արժեք +15%։ Հայաստանն ունի Իրանից ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իսլամական Հանրապետությունը Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալու կարիք։ Իրան կատարած աշխատանքային այցից հետո Երևան վերադառնալով լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարի դիտարկմամբ Իրանից Հայաստան հասնող գազի խողովակաշարերի թողունակությունն ավելի շատ է, քան այն ծավալը, որն այս պահին ստանում ենք դրանցով։ Ծավալները մինչև իսկ կրկնապատկել է հնարավոր, նշել է նախարարը։ Տեսականորեն դա հնարավոր է, եւ մենք գազի կարիք ունենք լրացիչ, եւ այդ հայտնի հայ-իրանական SWAP ծրագիրը գազ էլեկտրաէներգիայի դիմաց դրա հնարավորությունը տալիս։ Դա աշխարհակահաղական իրավիճակի խնդիր չէ, տեխնիկական խնդիր։ Ինչպես ենք մենք այդ էլեկտրաէներգիան արտահանելու Իրան։ Այդ տեխնիկական մեր հնարավորությունները դե սահմանափակ են։ Պետք է դեռ շատ վաղուց կառուցեր ու շահագործման հանձնել երրորդ բարձրավոլտը, որը այսօրվա իշխանությունների օրոք չի արվել։ Եթե մենք ունենայինք բարձրավոլտ երրորդ բարձրավոլտ համակարգը արդեն կառուցած, մենք կարողանայինք 3 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել եւ հետեւաբար 3 անգամ ավելի շատ գազ ներմուծել Հայաստան։ Հիմա փոքրիկ դադարային մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում։ 4 տարի ձգվող հակամարտություն, 2 միլիոնից ավելի զոհեր, տասնյակ հազարավոր փախստականներ, ռուս-ուկրաինական ճակատում բեկում չկա, դիվանագիտությունը ցուկցվանգի մեջ է։ Հավաքական արևմուտքը ռուսական գերտերության դեմ կամ աշխարհաքաղաքական իրավիճակը Կրեմլի տեսանկյունից։ Հորդանանի զինծառայողների գնդակոծության վենդետան չի ուշանա, Սպիտակ տան առաջնորդը Թեհրանին առաջարկում է պատրաստվել։
Պտույտներ գեղամա գեղեցկուհու շուրջը, էլեկտրական ամենագնացները անցնում են ժամանակի փորձությունը, հաղթահարում մարտահրավերները։ Շարունակվում է Seaside Startup Summit-ը։ Սա ժամի հիմնական թողարկումն է, շարունակենք եթերը։ Ռուս-ուկրաինական պատերազմը արդեն հասցրել է տարբեր հաշվարկներով 2 միլիոնից ավելի մարդու կյանք խլել, միլիոնավոր փախստականներ, գերիներ, ավերված քաղաքներ, տնտեսական ու էներգետիկ կոլապս, պարենային ճգնաժամ, աշխարհաքաղաքական բևեռացում, երբ զենքերից ավելի բարձր կխոսի դիվանագիտությունը։ Փորձագիտական շրջանակը արդեն չի շտապում ժամկետներ նշել, հատկապես այն դեպքում, երբ ըստ ճակատից հասած լուրերի զինական միջոցները առանց դադարի համալրվում են։ Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը շարունակում է որոշվել ոչ միայն մարտադաշտում, այլև քաղաքական հարթակներում։ Ռուսական կողմը հաղորդում է ցամաքային ճակատում առաջխաղացման եւ նոր տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Ուկրաինան իր հերթին մեծացնում է Ռուսաստանի տարածքի խորքում անօդաչու թռչող սարքերով հարվածների հաճախականությունը։ Թիրախավորվում են ինչպես նավթավերամշակման եւ լոգիստիկի ենթակառուցվածքները, այնպես էլ տարբեր ընկերությունների պահեստները։ Քաղաքագետների գնահատմամբ պատերազմի հնարավոր հանգուցալուծումն այս պայմանավորված է ոչ այնքան ռազմական գործողությունների ընթացքով, որքան միջազգային քաղաքական զարգացումներով։ Դժվար է ասել հաջողությունները կամ ռազմական նախաձեռնությունը ում կողմն է, որովհետև եթե Ռուսաստանը փորձում է ցամաքային գործողությունների միջոցով հասնել հաջողության, որոշակի տարածքներ գրավելով, ապա ուկրաինական կողմը ԱԹՍ-ների միջոցով ընդ որում այս ընթացքում կարողացել է ստեղծել բավականին հեռահար օդաչու թռչող սարքերի զինանոց, որը Ռուսաստանի հիմնական մասում կարողանում է խնդիրներ լուծել։ Ռուսաստանի պես մեծ տարածքը ամբողջությամբ վերահսկելն ու բոլոր հավանական թիրախները միաժամանակ պաշտպանելը մասնագետների գնահատմամբ գործնականում չափազանց բարդ է։ Ասում են հակաօդային պաշտպանության միջոցների մասին պատկերացումները որոշակիորեն հիմնված են միֆերի վրա։ Տարածքները ինչպիսին Ռուսաստանի դաշնությունն է, չափազանց դժվար է ասել օդի փակ կամ բաց լինելու մասին։ Դրանք հարաբերական են։ Եթե փոքր տարածքները հնարավոր է արդյունավետ հակաօդային պաշտպանության կազմակերպել, ապա մեծ տարածքներում դա բավականին դժվար է։ Ուկրաինական հեռահար հարվածները փորձագետները գնահատում են որպես ցամաքային ճակատում առկա դժվարությունները փոխհատուցելու փորձ։ Նրանց դիտարկմամբ ԱԹՍ-ներով հարվածները կարող են վնաս հասցնել ենթակառուցվածքներին եւ տեղեկատվական ազդեցություն ունենալ, սակայն չեն ապահովում տարածքների նկատմամբ վերահսկողություն։ Դրանով նա ցանկանում է փոխհատուցել լրատվական դաշտում իր անհաջողությունը ցամաքային ճակատում, որովհետև պատերազմը հաղթում են ոչ թե նրանք, ովքեր կարողանում են ԱԹՍ-ով թեկուզ 500 կամ 1000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավթի գործարան հարվածել, այլ նրանք են հաղթում, ովքեր կարողանում են տարածքներ վերցնել իրենց հսկողության տակ, իսկ ռուսական կողմը կարողանում է տարածքները վերցնել։ Ռուսաստանը զուգահեռաբար շարունակում է ընդլայնել զինված ուժերի կառուցվածքը։ Ռազմաշինարարական ստորաբաժանումների ստեղծման պայմանավորված նախագահ Պուտինը 25000-ով ավելացրել է զինված ուժերի հաստիկային թվաքանակը։ Հունիսին Պուտինը զինված ուժերի հաստիկային թվաքանակը սահմանել էր 2.399.130 մարդ, այդ թվում 1.510.000 զինծառայող։ Ըստ մասնագետների թվաքանակի ավելացումը կարող է Ռուսաստանին հնարավորություն տալ ոչ միայն ամրապնդել գործող ուղղությունները, այլև Ուկրաինայի համար նոր հատվածներում լրացուցիչ ճնշում ստեղծել։ Ուկրաինացիները մարդկային լուրջ կորուստներ ունեն եւ ռեսուրսի լուրջ խնդիր ունեն, մարդկային զինվորական իրանք ունեն մեծ քանակությամբ արևմուտքի ստացած ԱԹՍ-ներ, բայց ԱԹՍ-ները դու չես կարող տարածք պահես։ Եվ քանի որ ռուսական ռազմական կողմը ավելացնում է թվականակը, ինքը կարող է երկրորդ կամ չորրորդ, հինգերորդ ճակատը բացել։ Մասնագետների գնահատմամբ կողմերից որևէ մեկի գործողությունները դեռևս վճռական բեկում չեն ապահովել, սակայն պատերազմում կիրառվող միջոցների շրջանակը շարունակում են ընդլայնվել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Այժմ ստեղծվել է լուրջ իրավիճակ, երբ Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ամբողջ արևմտյան աշխարհը։ Այս մասին ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը ձևակերպել է, թե իրենց կենտրոնական ալիքները ցույց են տալիս այն ամենը, ինչ արևմուտքը մտածում է։
Այժմ, երբ Արևմուտքի ներկայացուցիչները կրկին սկսել են խոսել ռազմավարական պարտության մասին, երբ նրանք ակտիվորեն աջակցում են մեր այս ռելոկանտներին, որոնք Եվրոպայում կազմակերպում են ամեն տեսակ հակառուսական ընկերություններ, միջոցներ են հավաքում Ռուսաստանի Դաշնության պառակտման նպատակով ինչ-որ ընդհատակյա պայքարը շարունակելու համար, նրանք արդեն բացարձակապես դա չեն թաքցնում։ Մեր դեմ ոտքի է կանգնել քաղաքակիրթ, այսպես կոչված ամբողջ աշխարհը, որն այդպես է անվանում ինքն իրեն։ ԱՄՆ-ն հզոր հարվածներ կհասցնի Իրանին որպես Հորդանանում զինծառայողների գնդակոծության պատասխան միջոց։ Այս մասին Fox News հեռուստաալիքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք պատրաստվում ենք հզոր հարվածներ հասցնել նրանք լավ դաս կստանան, Սպիտակ տան ղեկավարի խոսքն է մեջբերել լրագրող Թրեյ Ինգստը։ Ամերիկյան առաջնորդի խոսքով նահանգների զինծառայողներն ունեցել են ընդամենը մի քանի րոպե Իրանի հանկարծակի արձակմանն արձագանքելու համար։ Թրամփն ընդգծել է, որ նրանք խոցել են հրթիռները նախքան դրանց իրենց նպատակներին հասնելը։ Թուրքիան կրակի մեջ է, այդ երկրի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի հանգստավայրերը պատված են կրակով։ Բռնկումներ կան տարածաշրջանի միանգամից մի քանի հատվածներում։ Իշխանությունները նշում են, որ կրակի տարածմանը նպաստում են բարձր ջերմաստիճանը, չոր բուսականությունը եւ ուժեղ քամին։ Փրկարար ծառայությունները շարունակում են օջախների տեղայնացման աշխատանքները եւ վերահսկում են իրավիճակը տարածաշրջանում։ Զուգահեռաբար հաշվարկվում են վնասները։ Հիմա գանք մեր երկիր։ Էլեկտրոմոբիլների շուկան այսօր իր պատմության ամենաակտիվ եւ տրանսֆորմացիոն փուլում է։ Ավանդական ներքին այրման շարժիչներից անցումը էլեկտրականությանը այլևս ապագայի հարց չէ, այլ ներկայի իրականություն։ Seaside Startup Summit-ում այս անգամ էլեկտրական մեքենաների պակաս չկա։ Ամենագնացները հաղթահարել են Սևանի երկայնքը, անցել ավտոաշխարհի միֆերի փորձությունը։ Ապագայի շարժիչները այսօր ոչ միայն ճանապարհներին են, այլև գաղափարների կենտրոնում։ Սևանա լճի ափին անցկացվող Seaside Startup Summit-ում այս անգամ ուշադրության կենտրոնում են էլեկտրական մեքենաները։ Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ աշխարհը փոխում է իր շարժման մշակույթը եւ Հայաստանը եւս փորձում է քայլել այդ փոփոխություններին համընթաց։ Օրինակ շատերը խոսում են նրա մասին, որ առողջական խնդիրներ առաջացնում, շատերը խոսում են նրա մասին, որ շատ ավելի հարմարավետ է անձայն, շատերը ասում են, որ ապակայում միայն էլեկտրական մեքենաներ են լինելու, մի մասնացում, որ ընդհանրապես մի քանի տարի է այսպես ասած ակտիվությունը կանցնի։ Այս ամեն ինչի մասին մասնակիցները կխոսեն։ Այստեղ խոսում են ոչ միայն նորարարություններից, այլև ապագայի տրանսպորտային լուծումներից։ Մասնակիցներն ուսումնասիրում են նորագույն տեխնոլոգիաները, մասնակցում շնորհանդեսների, քննարկում ոլորտի զարգացման միտումները եւ փորձում հասկանալ, թե ինչպիսին կլինի վաղվա շարունակությունը։ Ամենատեսաժան հատվածներից մեկը արդեն երրորդ անգամ անցկացվող EV-ռալին է։ Տարբեր ընկերությունների էլեկտրական մեքենաները միասին հաղթահարում են 212 կիլոմետր ճանապարհ, փաստելով, որ ժամանակակից էլեկտրոմոբիլները միայն բնապահպանական ընտրություն չեն, այլ նաև հուսալի, հզոր եւ երկար ճանապարհների համար լիարժեք պատրաստ փոխադրամիջոցներ։ Շարժման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում գործնականում գնահատել մեքենաների հնարավորությունները, էներգոարդյունավետությունը եւ տեխնոլոգիական լուծումները, ապացուցելով, որ էլեկտրական շարժիչը վաղուց արդեն ապագայի խոստում չէ, այլ ներկայի իրականություն։ Այն միջոցառում է, որի շրջանակներում մարդիկ կարողանում են պատտվել ողջ Սևանի շուրջ, հաղթահարել քվեստային որոշակի կետեր, հավաքել միավորներ եւ հաղթող ճանաչվել։ Հայաստանում եւ տարածաշրջանում իրականում առաջին եւ միակ միջոցառումն է հենց էլեկտրական մեքենաների հետ կապված։ Այս տարի Seaside Startup Summit-ի շրջանակում արդեն երրորդ անգամ անցկացվում է նաեւ EV-ռալի խորագրով պանելային քննարկումը։ Այս երկու ուղղությամբ արդեն բավականին մեծ տարածք են անցել մեքենաները։ Ոլորտի մասնագետները, պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները քննարկում են, թե ինչ առավելություններ ունեն էլեկտրական մեքենաները, ինչ մարտահրավերներ կան Հայաստանում դրանց լայն կիրառման ճանապարհին, ինչպես նաեւ ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի էլեկտրական տրանսպորտը դառնա առավել հասանելի եւ լայն տարածում գտնի մեր երկրում։ Էլեկտրական մեքենաները կարող են լինել ոչ միայն էկոլոգիայի մասին, այլ նաեւ արդյունավետության, էֆեկտիվության եւ ցածր ինքնարժեքի մասին։ Նման միջոցառումները թույլ են տալիս հաճախորդին ավելի հստակ զգալ հայաստանյան պայմաններում էլեկտրական մեքենաների վարելու առավելությունը, վայելել բնությունը եւ այս չքնաղ միջավայրը։
Սևանի ափին այս օրերին ոչ միայն ստարտափների, այլև կանաչ տեխնոլոգիաների ու կայուն զարգացման մասին են խոսում։ Այստեղ ներկայացվող գաղափարներն ու լուծումները ցույց են տալիս, որ նորարարությունը սկսվում է համարձակ մտքից, բայց իրական փոփոխություն է դառնում, երբ այն դուրս է գալիս ճանապարհ ու շարժվում առաջ։ Seaside Startup Summit-ը հերթական անգամ մեկ հարթակում է միավորել նորարարներին, գործարարներին, ներդրողներին եւ տեխնոլոգիական համայնքին, ապացուցելով, որ ապագան կառուցվում է ոչ միայն գաղափարների, այլ նաեւ համարձակ մարդկանցով, որոնք պատրաստ են դրանք վերածել իրականության։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Հիմա կարճ դադարային մասին, թե ինչ ունենք հաղորդման երրորդ հատվածում։ Հայաստանի տնտեսական զարգերակը հազիվ է խփում, գյուղացին ծանր դրության մեջ է, կատնամթերքն ու գյուղմթերքը չեն արտահանվում, համաշխարհային բանկի ահազանգը։ Եվ գոհ է արդյոք ուժայիններից վարչապետ Փաշինյանը, կաբինետում սպասվող փոփոխությունները։ Սա ժամի հիմնական թողարկումն է, բարի վերադարձ։ Մուրան ավտոներկրող ընկերությունը, որը Zikr և Geely ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչն է մեր երկրում, Seaside Startup Summit-ին ցուցադրել է 3 մոդելի նոր մեքենաներ։ Մուրանը առաջարկում է լավ պայմաններով ձեռք բերել մեքենաներ, որոնց մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Մուրան ընկերությունը Geely և Zikr ապրանքանիշերի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Seaside Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan EV Rally 2026-ին ներկայացրել է 2 ապրանքանիշերի նորագույն մոդելները։ Մրցարշավին Մուրան ընկերությունը մասնակցել է Zikr 7X, Zikr X և Geely EX2 ամբողջովին էլեկտրական մոդելներով, իսկ ցուցադրական գոտում առաջին անգամ Հայաստանում պաշտոնապես ներկայացվել է Zikr 8X-ը և Geely EX5 EMR նոր սերնդի հիբրիդային քրոսովերը։ Մրցարշավը Հայաստանում էլեկտրական շարժունակության զարգացման կարևոր հարթակներից է, որը համախմբում է ոլորտի առաջատար ընկերություններին, նորարարական տեխնոլոգիաներն ու էլեկտրոմոբիլների համայնքը։ Սա ինստիտուցիոնալ նոր մոտեցում է կիսվելու փորձով, ստանալու նոր հնարավորություններ, տալու ընձեռելու նաև հաճախորդներին նոր մոդելների տեսանելիության, Zikr-ի եւ Geely բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալով մեր կողմից ներկայացված մոդելները բացառապես Հայաստանի Հանրապետության շուկայի, այսպես ասած միջազգային շուկայի մոդելներ են։ Բացի դրանից մինչև 8 տարի այսօր արդեն երաշխիք են տրամադրում մեր կազմակերպության մեքենաներ։ Zikr 8X-ն առանձնանում է նոր սերնդի էլեկտրական ճարտարապետությամբ, ինտելեկտուալ համակարգերով եւ բարձրակարգ հարմարավետությամբ, որի համաշխարհային պրեմիերան դարձել է ավտոարդյունաբերության ամենաքննարկվող իրադարձություններից մեկը։ Geely ներկայացրել է նաև քաղաքային միջավայրի համար նախատեսված EX2 ամբողջովին էլեկտրական մոդելը, որը համատեղում է կոմպակտ չափերը, ընդարձակ սրահը, տնտեսող շահագործումն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Այս պահին կարող ենք ներկայացնել ձեզ Geely EX5 EMR-ը, որը սկսվում է գինը 8.900.000 դրամից, բավականին հարմար, լայն եւ աշխարհում արդեն շատ մեծ տարածում գտած մոդել։ EX2 մոդելը սկսում է գինը 5.900.000 դրամից։ Այս մոդելը նույնպես նախատեսված է քաղաքային միջավայրի համար։ Ինքը Չինաստանում արդեն 2 տարի է համարվում է առաջատարը ընդհանուր վաճառված մեքենաների մեջ։ Այս տարի եկել ենք բացառապես հաճույք ստանալու եւ ներկայացնելու նաեւ նոր մոդելներ։ Մի մեքենա, որի մասին խոսում է գրեթե ամբողջ աշխարհը։ Zikr 8X-ը վաղուց արդեն պաշտոնապես Հայաստանում է եւ կարող են գտնել Մուրանի ավտոսրահներում, Կոմիտաս 47-ում եւ Աճարյան 42-ում, մեքենա, որի մասին խոսում է գրեթե ամբողջ աշխարհը, բոլոր բլոգերները, մեքենա, որը մրցակցում է ոչ թե իր չափի քրոսովերների հետ, այլ նաեւ բավականին լուրջ սպորտային սպորտքարերի հետ։ Մուրան ՍՊ-ի մասնակցությունը Sevan EV Rally 2026-ին եւս մեկ քայլ է Հայաստանում էլեկտրական եւ հիբրիդային շարժունակության զարգացման ու նոր մոդելներն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ։ Դավիթ Թադևոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Լորվա Ճոճկանում գործող ռեստորաններից մեկում հարսանիքի ավարտից ժամեր անց թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել 15 մարդ։ Սննդի կետում վերահսկողական աշխատանքներ են սկսվել, իսկ Սևանի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացիները սերֆինգի համար նախատեսված տախտակով ափից հեռացել են մոտ 1.5 կիլոմետր եւ չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ։ Ջրափրկարարները 4 քաղաքացու անվնաս դուրս են բերել ափ։ Օրվա կարևոր լուրերը տեսաշարում։
Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից եւ բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գնաճի ու սոցիալական վիճակի վրա։ Գնահատականը Համաշխարհային բանկից է։ Հայաստանի տնտեսական զարկերակը ամենամյա զեկույցում արտահանման ռիսկերից առանձնացրել են այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի եւ կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա։ Մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումը նվազել է 15%։ Քանի որ գյուղմթերքի եւ կաթի արտադրությամբ զբաղվում են հազարավոր անհատ գյուղացիներ, արտահանման կանգը անմիջապես հարվածում է նրանց եկամուտներին, նշում է բանկը, կանխատեսելով, որ սա կարող է հանգեցնել տեղական շուկայում գների տատանումների։ Համաշխարհային բանկի զեկույցում անդրադարձ կա նաեւ երկրում աղքատության եւ զբաղվածության ցուցանիշներին։ Շեշտում է, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ սակայն գտնվում են սահմանագծին եւ խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վերանշանակվելու են ԿՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք գոհ է ուժային երկու գերատեսչությունների ղեկավարներից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 8-րդ զոհն է գրանցվել, Փաշինյանը նշել է, թե այդ հարցի լուծումը հանրության սոցիալ հոգեբանության փոփոխությունն է։ Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ի ծագումնաբանությունը բանակի հետ չէ։ Սպայական կազմը իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին քննվի, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հաստատել է տեղեկությունները, որ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։ ԿՊԱ-ական Ավետ Կոնջորյանի առնչությամբ քննություն կարվի նաև կուսակցական կարգապահության տեսանկյունից։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ ԿՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, թե հիմք չի տեսնում, որ Ավետ Կոնջորյանի շուրջ ծագած աղմկահարույց պատմության պատճառով նրա եղբոր Հայկ Կոնջորյանի տեխնացությունը ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում վերանայվի։ ԿՊԱ-ական Ավետ Կոնջորյանին առնչվող դեպքով կուսակցության ներսում այս փուլում քննարկում չկա, ասել է Փաշինյանը, իրավական process է գնում։ Հիշեցնեմ, հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին։ Այս գործով ըստ քննչական կոմիտեի 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ ԶԼՄ-ներում տեղեկություն եղավ, որ Ավետ Կոնջորյանին մի քանի տասնյակ միլիոն դրամի պարտք են ունեցել, իսկ այս գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինը պատմել է, թե Կոնջորյանը պարբերաբար անցել է իրենց տան մոտով եւ հայհոյանքներ հնչեցրել։ Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Հովհաննիսյանն էլ այսօր տեղեկացրել է, որ հաղորդում են ներկայացրել դատախազություն, որովհետև բռնության դեպքով իրավապահներն արդեն իսկ զբաղվում են, իսկ առերևույթ խուլիգանության հայհոյանքներ բղավելու դեպքով ոչ։ Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոշկովայի նկատմամբ, որը ռիլի միջոցով վիրավորել է հայերին։ Հայտնել են քննչական կոմիտեից պատասխանելով ռուսական մեդիայից ոդտակի գրավոր հարցմանը։ Բլոգերը սոցցանցի էջում հուլիսի 14-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, թե դա ագրեսիայի դրսևորում է։ Ոստիկանները հանրապետությունում շրջայցեր եւ ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային այլ վայրերում։ Լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, ապօրինի պահվողներ, զինամթերք, թմրամիջոցներ։ Սիրելուշ Միրադյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, իդեպ եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Այժմ Երևանում և մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 20-ից 27 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 29-ից 36, Լոռիում 20-ից 24, Տավուշում 21-ից 29 աստիճան ջերմություն։ Արարատում և Արմավիրում 31-ից 36, Սյունիքի Հովիտներում սպասվում է 30-ից 34, Սյունիքի նախալեռներում 24-ից 27 աստիճան ջերմություն։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների, գիշերը սպասվում է 22-ից 24, ցերեկը 33-ից 35, երեկոյան ժամերին 29-ից 31 աստիճան ջերմություն։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։